Ռուսաստանը ինչ է անում։ Բանտերից հանում է մարդասպաններին, սերիական մարդասպանին, տանում է այնտեղ, մարդասպանում, բերում հերոսացնում է եւ նկարը պատվոտախտակին կպցնում է։ Ռուսաստանը այսօր եթե պատերազմը դադարեց, ինչ է լինելու 800,000 մարդ վարձու մարդասպան նամցրել է Ուկրաինա։ Մարդիկ են, որ վաղը շատ հանգիստ անարգել կարող են մտնել Հայաստան։ Ո՞վ է դրա դեմ դառնալու։ Բանանտինյան այս բոլորով հանդերձ եթե այս օրերուն ուկրաինա-ռուսական այս դակնաբը փարադի ինչ կգարձեք մենք վտանգված գլանք ռուսական նոր քայլովը դեպի այս կողմը կամ ինչ որ հիմա գոչենք հիբրիդային պատերազմը գրնան նոր ձիլեր արձակել մենք գիտենք որ 26-ի ընդրությունները կան ընդդիմությունը որոշ սպասումներ ունի հյուսիսի Հայաստանի դակավին ռազմավարական դաշնակից են դուք մտահոգություններ ունիք այդ առումով որովհետև գարձեք շատ մեծ գրավ դրված է ռուսական թերին վերաբերյալ Հայաստանի ներքին կյանքին առումով Ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհում հիմա չի գտնվի որևէ ընտրություն դա լինի եվրոպական երկիր հետխորհրդային երկիր որտեղ արտաքին քաղաքական կոմպոնենտը չգա առաջի պլան։ Սովորաբար այդպես չի լինում։ Մարդիկ գնում են սոցիալական ծրագիր են ներկայացնում, ասում են մենք կգանք այս օրենքը կփոխենք, այս կանենք, այն կանենք, գնում ընտրվում են։ Իսկ ուկրաինական պատերազմից հետո հստակ ասում, հասարակությանը ասա, որ կողմ ես։ Դա լինի Մոլդովայի ընտրությունը, Վրաստանի ընտրությունը, Ամերիկայի ընտրությունը, Ֆրանսիայի ստորին պալատի ընտրություն, թե Մեծ Բրիտանիայի, թե Գերմանիայի ընտրությունը բոլորը եղել է որ կողմ ես։ Ուկրաինային աջակցելու ծրագրի կողմ ես, թե հակառակ կողմ ես Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնելու։ Այսինքն Հայաստանն էլ չի կարող բացառություն չեն գսել։ Այո, որ այսօր արտաքին քաղաքական կոմպոնենտը ավելի մեծ դերակատարություն է ունենալու։ Դու որ կողմն ես։ Իսկ հիմա մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները հստակ ձևով հայտարարում են, որ մեր ճանապարհը Ռուսաստանի հետ ավելի ենք բարելավելու, ԵԱՏՄ-ում ավելի ենք խորացնելու մեր հարաբերությունները, Ռուսաստանի հետ ավելի ենք խորացնելու։ Անկամ Տրամպի ճանապարհը կապեցին, որ դա հնարավորություն է տալու Ռուսաստանի հետ ավելի սերտացնել հարաբերությունները։ Դուք տեսել եք բոլոր հանդիպումներին ոնց է Նիկոլ Փաշինյանը մասնակցում։ Անկամ այն ձևաչափը, որը սազական չի վարչապետին Հայաստանի, ինքը գնում է հանդիպում է Ռուսաստանի վարչապետի հետ։ Ալթայում երբ որ հավաքել էին հանդիպման։ Այսինքն այնտեղ պետք է գնա Հայաստանի փոխվարչապետը, որտեղ մենք խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետը հավասարազոր է քո երկրի նախագահին, ոչ թե վարչապետին։ Բայց դու գնում ես, ընդունում ես այդ հրավերը Ռուսաստանի, մի հատ է մտերմիկ հարաբերություններով լա կարող է մի երկու օր այնտեղ մնաս։ Եվ ինչա դուք ուզում եք ասեք ինքը վտանգ ունի, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում իշխանություն փոխել, եւ ինքը տենց գնում է, տենց ռուսական դաշտում սենց հանձնվում է իրանց առանց անհանգստանալու ոչ ինքը հրաշալի գիտի որ Ռուսաստանը Իրանից լավ տեխնացու Հայաստանում չունի որովհետև ինքը ասում է դու ունես հասարակական ինչ որ ռեսուրս ինչքան ուզում է պակասած լինի ավելին է քան ռուսամետ ուժերինը եւ այդ պարագը ել քեզանից լավ տեխնացու մեր ինչին է պետք ավելի լավ է մենք քո հետ գործընկեր լինենք եւ այդ պարագը իսկ հիմա ինչ է գնում պայքարը այն մյուս ուժերը որոնք չունեն Ռուսաստանից աջակցություն բայց իրանք են ցանկանում իրանք պատկերացումն է Ռուսաստանը իսկ Ռուսաստանն էլ ասում է արե եկող է խանգարում որ ինքը չի աջակցի որ հարաբերությունը չփչացնի Հայաստանի իշխանության հետ բայց դեմել չի լինի որ նրանք քայլեր անեն ինչի չանեն որ թող մրցակցություն գնա թե ով է Ռուսաստանի շահերը ավելի պաշտպանում այո իհարկե հadoop պատկերացնում եք այս աշխարհակարգը եւ մեր կռիվները թե մենք ինչ ենք ակնկալում ապագա ընտրություններից որ ինչ տեղի ունենա Ռուսաստանը այսօր եթե պատերազմը դադարեց ինչ է լինելու երբ որ ամեն անգամ ես դա բացատրում եմ մարդիկ ասում են այդքանա վտանգը մեծ ասում են Ժորժ ջան 800,000 մարդ վարձու մարդասպան նամցրել է Ուկրաինա այդ 800,000-ից թող 100,000-ը լինեն այն մարդասպանները իրական որ բանտից է հանել կամ էլ օտար վարձկանները լինեն 700,000-ը մարդիկ են, որ վաղը շատ հանգիստ անարգել կարող են մտնել Հայաստան։ Ո՞վ է դրա դեմ դառնալու։ Մարդիկ հետ են գալու պատերազմից, արյան համը տեսած, մարդիկ հետ են գալու եւ պետք է ասեն, բա ում ենք սպանելու, որ փող առնենք։
Ռուսաստանը ինչ է անում։ Բանտերից հանում է մարդասպաններին, սերիական մարդասպանին, տանում է այնտեղ, մարդասպանում, բերում հերոսացնում է եւ նկարը պատվոտախտարին կպցնում է։ Պատկերացնում եք այն ծնողի վիճակը, որի երեխային դաժանաբար սպանել է, այդ տեսնում է եւ կրծքանշաններն է շարած որպես պատերազմի հերոս։ Դուք այդ մթնոլորտը պատկերացնում եք, բայց նա եկել է, նա չի կարա մարդ չսպանի։ Նրա գործը դա է։ Նա նույնիսկ կգերադասի մարդ սպանի նորից բանտ գնա։ Կամ էլ թե չէ կկանգնի իշխանությունը կասի ու ձեր ձեռը կրակը չեմ ընկե, դուրս եկեք երկրից, ես ձեզ չեմ բանտարկում, դուրս եկեք երկրից։ Ուր են գնալու։ Այնտեղ որտեղ ազատ տեղաշարժի մեծ հնարավորություն կա։ Այնտեղ որ ոչ մի խոչընդոտ չկա ռուսների համար Հայաստան գալու։ Առավոտից երեկո խոսում ենք վիզաների ազատականացում Եվրոպայի հետ։ Եվրոպան վիզաները ազատականացնելու է մեզ հետ, ու սենց ազատ ձևով ռուսների գանստեղ քաղաքացիություն ստանան մտնեն Եվրոպա Հայաստանի անձնագրով։ Դա նրանց դա պետք է։ Ինչ որ մի պահ գալու է կանգնեցնեն, չէ, ասեն հոп։ Իսկ դուք ինչը չեք տեսնում, ինչ է կատարում, նույնիսկ Եվրոպայի համար ինչ որ միտեղ մարդիկ բողոքում են, ասում են, բա Եվրոպան արժեքներից է խոսում, որտեղ ասում են ռուս ենք, անենց են հարցակվում, ոչ ուզում են սպասարկեն, ոչ էս են անում, ոչ են։ Այսինքն իրանք ընդունում են, որ իրանք եթե ազգությամբ ռուս են Եվրոպայում, նրանց ընկալում են որպես թշնամի, վերաբերում են որպես թշնամու։ Բա հարց է ծագում։ Իսկ մենք Նիկոլ Փաշինյանն ասում մենք եղբայր ենք, բայց այդ բանը նրանք չեն լսում։ Ոնց են քո հետ եղբայր ագրեսորը, մարդասպանը ոնց է քո հետ եղբայր։ Այսինքն ես ուզում եմ իմանամ այն մարդկային հոգեբանությունը, որ մարդը գնում է աշխատանքի տեղավորման բյուրո, որի վրա գրված է զինկոմիսարիատ։ Ասում է բարև ձեզ, ես ոչ մի բան անել չեմ կարող, ինձ ուղարկեք գնամ Ուկրաինա կամ փող ստանամ, մարդ սպանեմ, փող ստանամ, եթե շատ սպանեմ կպարգևատրեք։ Եթե մեռնեմ, տնեցիները փող կստանան։ Նա այլ ձևով փող աշխատելու ձև չունի։ Ես ուզում եմ իմանամ, լավ, Ռուսաստանում մի մասը վախենում է Պուտինի դեմ խոսալ կկալանավորեն։ Մի մասը այլ ընտրանք չի տեսնում Պուտինին։ Մի մասը էլ ինֆորմացիայի բացակայություն ունի, թե ինչ է կատարում աշխարհում իրականում, բայց Հայաստանի բնակիչը ինֆորմացիայի պակասել չունի։ Պուտինն իր նախագահն է, չի։ Պուտինից էլ չի վախենում, որ այլ ընտրանքի կամ վախենալու խնդիր ունի։ Հայաստանի մարդը ինչի է սերիական մարդասպանին ողջունում նրա արածը։ Բայց այդ հոգեբանական վիճակը մեր մոտ։ Գախյալության ինչ որ բան նշաններ կան այստեղ։ Դուք պատկերացրեք, մենք ուզում ենք հասկանանք, չէ, մենք ապրում ենք այդ մարդկանց հետ, մեր հայրենակիցներն են։ Բառավոտից իրիկու ինչ որ արժեքներից ենք խոսում, ընտանեկան արժեքներից, գաղափարներից, քաղաքականությունը ո՞րն է։ Ինչ պետություն ես ուզում ունենաս։ Եթե այդ հասարակությունը, այդ պետությունը, այդ կենսակերպը նորմալ չի, ինչի համար ենք մենք խոսում կամ պայքարում, ինչ արժեքներն ենք կարևորում։ Հիմա ես ուզում եմ իմանամ հայ մարդը, սերիական մարդասպանին ինչի է խրախուսում, ինչ է դա իրան տալի, դա իր հոգեբանության մեջ բան է փոխել, չէ։ Իսկ դա մեր մոտ այդ մարդիկ նաև ընտրող են։ Նրանք վաղը որոշելու են Հայաստանի ճակատագիրը։ Իսկ իրանց մտածելակերպը դա է։ Վաղը Ռուսաստանից ազատ գալու են Հայաստան տուրիստի տեսքով։ Որտեղ ես նրանք գտնելու։ Ով է նրանց հետևելու։ Նրանք կարող է մտնեն Հայաստան, ասեն կեցցե Նիկոլ Փաշինյանը ու վերջ, այլևս նրանց չեն հետևի։ Եթե նրանք մարդ էլ սպանեն, նրանց բաց կթողեն, որտեվ Նիկոլ Փաշինյանին գովել է։ Հոնանդիմադիր գործից չի որ տանեն կալանավորը։ Այսինքն մենք այսօր այդ վտանգը չենք տեսնում, ուր են գնալու։ Մի քանի հազար իգիլի ահաբեկիչից անհանգստանում էինք։ Ասում ենք, եթե իգիլի խեղտեն, այդ վարձու մարդասպանները, որ փող են աշխատել մարդ սպանը, ուր են գնալու։ Մի հատ տեսեք, որ հանկարծ պատահաբար չհայտնվեն որևէ ձևով Հայաստանում։ Իսկ հիմա 800,000 իգիլականներ են, որոնք գալու են Հայաստան։ Ինչ են անելու, ոնց ենք դեմը առնելու։ Իսկ դա ամեն ինչը նեջ չի որ կատարվի, նոր ասենք վայ մտներովս չեր անցել, եկեք աղմուկ բարձրացնենք, կանխարգելենք դա, որ իշխանությանն ասենք, ինչի դու այդ վտանգը չես տեսնում,
Էկասների մեջ որ երջանկացել ես տուրիստը եկավ, դու գիտես դրա մեջ ով է գալու։ Վերցրեք ուսումնասիրություն կատարեք, Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատանք տարեք։ Ով է պատերազմին մասնակցել այնտեղ։ Ինչ որ ձև գտեք, եթե չեք կարողանում մերժել, գոնե հետևեք նրանց։ Գոնե մի կարճ ժամանակ բաց թողեք ընդդիմադիրներին, հետևեք նրանց։ Ազգային անվտանգության խնդիրը, իսկ այդ մարդիկ որ եկան, իսկ այդ վարձկաններին որ ուղարկեցին, ու ասին գնացեք ընտրության հետ կապված, մեր ուզած ծրագիրը սա է։ Ինչ ենք անելու։ Այսինքն դա մեզ պետք է չհետաքրքրի։ Շարքային քաղաքացին կարող է դրանից չմտահոգվի, ինչ որ բան մտքովը չանցնի էլ։ Բա մենք պետք է բարձրացնենք, որ մարդիկ ասեն ոնց, եթե նման վտանգ կա։ Արխիվում ընտրություն, հա, եթե պատերազմը եթե ավարտվեց, Ռուսաստանը չի իմանալու այդ մարդկանց ինչ անի։ Երկու անգամ հեղափոխություն ա եղել Ռուսաստանում, երկու անգամ իր հենց պատերազմի արդյունքում ռուս-ճապոնական պատերազմում պարտվեցին, այդ զորքը հետ եկավ, հեղափոխություն արեցին։ Հա մի քիչ անհաջող ստացվեց, բայց մի հատ էլ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ զորքին հենց հետ բերեցիր, ասին բայց ինչ ենք թողել այս թույլ իշխանությանը, այնա բերեք տապալենք, ոնց տեղի ունեցավ։ Այ Ռուսաստանը դրանից վախենալով դուրս կուղարկի։ այդ մարդկանց ցրելու է աշխարհում մեկ։ Ամենահեշտ տեղը նրանք կարող են գալ Հայաստանի նման երկիր, որովհետև հեշտ է այնտեղ շփումը ազատ։